Ժողովրդյան, լասեք տեսնեմ ոնց եք։ Ես մոտ արդեն կես օր է։ Ժողովրդյան, այս վաֆլին շատ համով է։ Չգիտեմ, թարսեմ ցույց տալի։ Շատ համով է։ Վաֆլի սիրողների համար եմ ասում։ Ուրեմն ժողովրդյան, մի հետևորդուհի գրել էր անցած վլոգի տակ մեկնաբանություն էր գրել, ճիշտ է ջնջել էր, բայց ես տեսել եմ արդեն այդ մեկնաբանությունը, որտեղ ասում էի, որ Հայաստանի սուրճ է, այսինքն որ դնում էի սուրճը, գրել էր, որ ճիշտ ասած չեմ հիշում ոնց էր գրած, բայց իմաստը հասկացա, որ Հայաստանում սուրճ կա, որ անդադ ասում եք Հայաստանի սուրճը, երևի ուզում էր ասի, որ Հայաստանը սուրճ չի արտադրում էլի, Հայաստանի սուրճ չի, լրիվ բերովի սուրճեր են, ու ճիշտ է, դա իրոք տենց է, Հայաստանը սուրճ չի արտադրում, չի աճեցնում, բայց լրիվ բերովի սուրճեր են, բայց չգիտեմ ինչի, Հայաստանի սուրճը միևնույնն է ավելի հաճելի է, Հայաստանից բերած սուրճը, ավելի փափուկ է, ավելի համեղ է ինձ թվում, քան ստեղի սուրճերը։ Մի խոսքով, այդ հետևորդուհին ճիշտ էր գրել, իզուր էլ ջնջել եք ձեր մեկնաբանությունը, հարգելիս, պետք չէ ջնջել։ Ես ձեր հետ համաձայն եմ, որ Հայաստանում իրոք Հայաստանը սուրճ չի արտադրում, լրիվ բերովի սուրճերը։ Ուղղակի սովորության համաձայն ասում ենք Հայաստանի սուրճը, Հայաստանից բերած սուրճը, այդպիսի բաներ։ Հետո ժողովրդյան, անցած վլոգի տակ շատերդ էի գրել, որ այս տոպրակները, խանութի տոպրակները օգտագործում եք աղբի համար։ Իհարկե ես գիտեմ, որ կարելի է օգտագործել աղբի համար, նեուժելի դուք մտածում եք, որ ես դա չեմ հասկանում։ Բայց ժողովուրդ ջան, հեսա ցույց կտամ, ինչքան աղբի տոպրակներ ունեմ։ Գնով էին տոպրակներ էլի ռուլոնով, որ աղբի համար հատուկ։ Ու սովորության հետ համաձայն ժողովուրդ միշտ այդ աղբի տոպրակներն եմ օգտագործում։ Չգիտեմ ինչի, ուղղակի սովոր եմ տենց։ Դրա համար նրանք օգտագործում եմ, սրանք մնում են, տենց հավաքվել են, կուտակվել են։ Հեսա ցույց կտամ, ինչքան տենց աղբի տոպրակներ ունեմ, առնովի էլի, իմացաք որի հետը։ Տենց, ու չգիտեմ, անընդհատ նրանց եմ օգտագործում, դե սրանք էլ սենց հավաքվել են, կուտակվել են։ Տենց ժողովուրդ ջան, հիմա որոշել եմ այն աղբի տոպրակները, որոնք հատուկ աղբի համար են, դրանք կթողեմ կմնա, իսկ սրանք կօգտագործեմ աղբի համար։ Մի խոսքով, տենց, շատ ունեմ այդ տոպրակներից, աղբի համար, որ հատուկ վաճառում են, նրանք լրիվ քուրի կսատովել, նես չէ, որ ես եմ առել տենց շատ, որ ասեք ինչի ես այդքան առել, քուրի կսատովել, ու դրա համար տենց օգտագործում եմ, մի խոսքով, հիմա նրանք կպահեմ, չեմ օգտագործի, ու սրանք կօգտագործեմ, հիմա տենց կանեմ։ Իմիջայլոց ընթացքում եղելա, որ ասենք, եթե տոպրակս վերջացել է, աղբի տոպրակը, որպեսի չգնամ հանեմ, այդ ժամանակս չկորցնեմ, սրանց եմ արանքում օգտագործել։ Տենց ժողովուրդ ջան։ Մեզ մոտ արդեն կես օր է, ժողովուրդ ջան, եղանակը անձրևային է, երևի անձրև կգա։ Այսօր ուզում էի իջնեմ կենտրոն, բայց տենց էլ հավես չարի, չգիտեմ, երևի եղանակից էր, սենց անձրևային էր, մտածեցի, որ անձրև կգա, եթե գնամ, էլ չգնացի, բայց գործեր ունեի, պիտի գնայի բանկ, հետո պիտի մտնեի խանութ, բայց տենց էլ չգնացի, դե լավ ոչինչ, մնա հետո։
ու հետո ժողովուրդս ուզում եմ մոտ ժամանակներս տեսնեմ երբ կհարմարացնեմ, ուղիղ եթեր մտնեմ առաջին անգամ, հույսով եմ կստացվի ու նախորոք post կտեղադրեմ, որ բոլորդ էլ իմանաք երբ, որ օրը ու որ ժամին եմ ուղիղ եթերում լինելու, որպեսզի միանաք ինձ, որտեղ ձեզ բոլորից սպասելու եմ, բայց ես նախորոք ձեզ կասեմ, ձեզ կզգուշացնեմ, որ իմանաք ժողովուրդ ջան, այդպես, ու նաև ժողովուրդ ջան, ով ուշադիր է, երևի արդեն տեսել եք, որ շուտով կդառնանք 1000, այսինքն 1000 բաժանորդ, որի համար շատ ուրախ եմ ու սիրելիներս ուզում եմ 1000-ից հետո կամ post կտեղադրեմ, կամ ինչ-որ մի վլոգում կասեմ, որ դուք գրեք ձեր հարցերը, ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը ու դրանից հետո կնկարահանեմ հարց ու պատասխան տեսահոլովակ, կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, համարյա բոլոր։ Նայած ինչ հարց եք տալիս։ Հիմա հեսա գնանք սենյակ ժողովուրդ ջան, ձեզ ցույց տամ, ընդեղ մի հատ ճամպրուկ ունեմ, մեծ։ Դրա մեջ լիքը տարբեր նոր իրեր են, էլի։ Ու դրանց մեջ նաև ունեմ դեռ սովետական թվի իրեր։ Չեք պատկերացնի, 26 տարի առաջ, երբ որ եկել եմ Ռուսաստան, այն ժամանակ եմ հետս բերել ու մինչև հիմա մնում են, պատկերացնում եք, ու պահում եմ մինչև հիմա այդ իրերը ու պահելու եմ իհարկե, նոր են, ուղղակի հետաքրքիր է, ձեզ էլ ունեք մինչև հիմա պահած տենց իրեր ժողովուրդ ջան, մամայիս տված իրերն են։ Տենց բաներ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ցույց տամ, այս լրիվ հանել եմ այս ճամպրուկի մեջից, ուղղակի որ հասկանալի լինի, թե տոպրակները խի է կուտակվել, ինչի է հավաքվել, ուզում եմ ցույց տամ, տեսեք, մեջը լրիվ աղբի տոպրակներ է, այսինքն աղբի տոպրակներ են, լիքը, այսինքն մեծերից կա, չգիտեմ 250 լիտրա քանիսա, տարբեր, ուղղակի հանեցի ես ճամպրուկը, ասի տենա մեջը ինչ ունեմ, ինչ չունեմ, ամել այս բաներներ ինձ պետք, այս շպիլկիքը, ոնց ենք ասում, հələ ասեք տեսնեմ, գրական ոնց կլինի, այս շպիլկիքներ ինձ պետք, դրա համար համել ասի տենա ինչ կա չկա, սրանք էլ հանեմ, ու սրբիչներ ա, լիքը սրբիչներ ա ժողովուրդ ջան, ուզում եք ցույց տամ, հետաքրքիր ա, սա ցույց տամ, էսի նվեր եմ ստացել, կարծեմ ձեզ ցույց եմ տվել իմ սիրելի սմայլիկով սրբիչները, ցույց եմ տվել ինչ-որ մի վլոգում, իմ սիրելի սմայլիկները, հեսա, ոչ թե սմայլիկները, այլ սմայլիկը, որ միշտ ձեզ ուղարկում եմ ես, սրտիկ, այսինքն սրտիկ, իմ սրտիկն եմ ձեզ միշտ ուղարկում, այս սրբիչները շատ եմ սիրում ժողովուրդ ջան, խոհանոցի փոքր սրբիչներ են, մուլտյաշնի, սիրում եմ, ինձ առաջ սրանից ունեի, բայց նրանք լավ որակի էին էլի, հետո պատվիրեցի Վալբերեսից 12 հատ ա եղել, եթե չեմ սխալվում, ուղղակի մարտի 8-ին, թե չգիտեմ ինչ տոներ, իմ կոլեգաներին նվիրել եմ ամեքը 2 հատ, ինչ-որ բաների հետ, այս սրբիչները Հայաստանից եմ բերել 26 տարի առաջ, որ Հայաստանից եկել եմ առաջի անգամ Ռուսաստան, ինքը մետրաժն է եղել, այսինքն կտրած, ուղղակի պտի այս ծերերը կարվի,
Տենց էլ չեմ օգտագործել, տենց էլ չեմ կարել ու մնացել է, բայց շատ լավ մատերիալ է, սովետական թվերի սրբիչներից է, սա էլ ժողովուրդ ջան, սա էլ եմ այն ժամանակ բերել, մի 2 թե 3 հատ էլ սրանից օգտագործում եմ մինչև հիմա, դե պատկերացրեք քանի տարի եմ ես օգտագործում, մամայիս տված սրբիչներն են, ընտիր որակի, հիմա չկան սրանցից, այս որակի սրբիչներ հիմա ոչ միտեղ չեն գտնի, սրանք էլ են սրբիչներ, սենց, սրանք էլ, խոհանոցային սրբիչներ են, սրանք էլ ասում ենք չայի սրբիչ, չայի սրբիչ, վայ մի հատ հետաքրքիր բան ցույց տամ ձեզ, ժողովուրդ ջան, այս սփռոցը, ով է հիշում սենց սփռոցներ, ով է ունեցել, հլը պրիզնատ եկեք, կամ էլ ունի, հիշում եք այս սփռոցները ժողովուրդ ջան, վայ ինչ սիրուն է, ես էլ եմ 26 տարի առաջ որ եկել եմ, ես էլ եմ բերած եղել հետս, սովետական թվերի բաները, սփռոցները, առաջ այս սփռոցները բոլորն էլ օգտագործում էին, հիշում եք չէ, մեծահասակները կհիշեն, իմ տարիքի կանայք կհիշեն, այսինչ սփռոցներ, մի հատ էլ հետաքրքիր բան ցույց տամ, այ ժողովուրդ ջան, որ հիմա էլ գոյություն չունի, հիշում եք այն ժամանակ ասում էինք կամբինացիա, իլի կամբինացի, ոնց էինք ասում, հլը տեսեք, բայց սա երևի կամբինացի չի, սա գիշերանոց է երևի, հլը ինչ սիրուն է, փուլիկներով, հիշում եք ժողովուրդ, վայ, ինչ հետաքրքիր է, հագնում էին չէ, դերյանների տակերից, բայց սա երևի գիշերանոց է, թե կամբինացիա է, չգիտեմ, շատ հետաքրքիր է, նոստալգիա, հլը գրեք տեսնեմ, ելով է ունեցել սենց բաներ ժողովուրդ, այսինքն ելով ունի, միջև հիմա, ունեք հլը, սենց սփռոցներ, սենց կամբինացիաներ, են բարձերի ծածկոցներ, այդ սովետական թվերի էլի, ինչ ունեք ժողովուրդ, հետաքրքիր է ուղղակի շատ, ժողովուրդ ջան տանում եմ աղբը թափեմ, ու մի քիչ սենց հացեր է մնացել, ես էլ տանեմ դնեմ այն ծառերի տակ անասունների համար, սենց նայում եմ ոնց որ աչքերս ուռացողնի ժողովուրդ ջան, ես էլ, հեսա, սրա մեջ էլ ուրց է, բայց անցած կամ նախանցած տարվա ուրցն է, այս տարի տենց էլ չգնացի ուրցի, բայց ոչինչ, հլը ստեղ լիքը ուրց ունեմ, հերիքը, ժողովուրդ ջան, ինչ երևի անձրև է գալու, հեն անենց ուղիղ գնում ենք Վոլգա գետնա, արդեն ցույց եմ տվել, բացեմ, շուն կատու ուտեն, ու գնամ տուն, ես էլ ոնց որ թե ծիրանի ծառա, ես ինչի ծառա չգիտեմ, թե տանձի, բայց դատարկ, ոչ մի բան վրեն չկա, ես էլ հարևանի սմարոդինան է, էլի դատարկ, սենց մի երկու հատ կարող վրեն լինի,
Էսել վիշնյանա, այս կողմից երևի երեխեք սաղ քաղել են, գերել են արդեն դրսի կողմից։ Բենց։ Սիրունա։ Էսել հարևանից բաղջենա։ Այկատոն, շողորդ ճան, դորոպցած գենք, մուրացել էի, որ սենց ճաշա մնացել, ավելացել, լծնեմ ստեղ, ու տանեմ, էլի դնեմ են ծառերի տակ, մուրացել էի, սա լծնեմ, մի րոպե, անձրևը կպավ ժողովուրդ ջան, արագ տանեմ տնեմ ու փախնեմ տուն, անձրևակաթում, հենց ստեղ էլ կդնեմ ես մոտիկ տեղը, տարբերություն չկա, այստեղ, վերջ, վայ լուսեր անջատեցին, ոյ, ահա տվեցին, ժողովուրդ ջան, սպագեցի եմ պատրաստում, այստեղ սոխարեց եմ անում, թե սոխարած, ոնց է ճիշտ, սոխարած, թե սոխարեց, մի խոսքով, գազար, բիբար, գունավոր ավելի լավ կլինի, որ ավելի ախորժալ լինի, սպագեցին հիմա եփելու եմ, ու ուղղակի խառնեմ սոխարածի հետ, ու վերջ, առանց մսի եմ պատրաստելու։ Սրան խառնենք, մի հատ ջորկած պամիդոր եմ ավելացնում, մի քիչ սամիտ, մի քիչ ռեհան չորացրած, մի քիչ երիքա, կարող եք թարմ ավելացնել, կարող եք համ եմ ավելացնել, ինչ կանաչի ունեք ձեռքի տակ, ինձ թարմ կանաչի չունեմ, հիմա այս պահին, դրա համար ավելացնում եմ չորացրած, սպագեցին էլ եփում արդեն, ավելացնեմ սոխարացի մեջ, ու վերջ, ժողովուրդ ջան, մի հատ էլ խառնենք, մի քիչ էլ սև պղպեղ կլցնենք, աղացած, ու վերջ, մի հատ էլ միս հանեմ, որ մի բան էլ մսով պատրաստեմ, ստեղ ֆիլեա, ստեղ գրուտկայա,
Ստեղ էլ մարոժնի ունեմ, բայց մոռացել էի հանեմ կոֆեի հետ ուտեի։ Ինձ պետք է թևերը լինի, հեսա հավի թևիկները հանեմ, ժարիտ կանեմ, ստեղ էլ մարոժնի ունեմ, ուզում եմ սարցախցիկը հալեցնեմ, լրիվ հանեմ, ինչ կա մեջը, հալեցնեմ ու լվանամ, անջատեմ ու լվանամ, որովհետև արդեն տեսեք ոնց է սառույցներ կապել, ես ճիշտն ասած մի անգամ դուռը մի քիչ բաց է մնացել, դրա համար է լրիվ հալել, հետո սառույցներ կապել, սառցակալել, իսկ նենց այս սառցախցիկը սենց սառույց չի լինում ոչ մի անգամ։ Թևերն էլ հանեցինք, թողենք հալչի, մի բան էլ սրանցով պատրաստեմ, երևի բացեմ, որ շուտ հալվի։